խոսել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ եւ շարունակական աշխատանքի վերաբերյալ։ Ընդամենը չեմ ուզում մանրամասնեմ կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պահում։ Միայն մեկ տեղեկության հետ կապված եւ արդեն կա հնարավոր լիհաճումներ տեղափոխելով ժամկետներ կարող եք նշել։ Ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ դուք հիշում եք, սրանից քանի ամիսներ առաջ ես ասում եմ, որ հանդիպումը տեղի ունենալու եւ այդ հանդիպումը վերջապես տեղի ունեցավ։ Հիմա փետրվարի 7-ին։ Փետրվարի 7-ին տեղի ունեցել հանձնաժողովների հանդիպում եւ հիմա նորից նույն ձևի կպատասխանեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա եւ դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որը ուզում է մեր անհատ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանան։ Պարոն իսկ եղել է հանդիպման ընթացքում քննարկում միջազգային ատյաններից հայցերի հրաժարման մասով, որտեղ ըստ էության ձեր հանդիպումից հետո կարճ ժամանակ անց փաստերն են այդպես Եղիշեկ Կիրակոսյանը հրաժարական տվեց, իրադարձությունները այսպես զարգացան։ Եղել է հանդիպման ընթացքում նման կետի շուրջ քննարկում։ Ես խնդրում եմ նշված հարցը պետք չի այլ դաշտ տեղափոխել։ Նշված հարցը կոնկրետ վերաբերում է գերիների, անհետ կորածների հարցերին եւ մեր հանձնաժողովների կողմից միայն քննարկվում է նրանց վերադարձի, հայտնաբերման, որոնական աշխատանքների եւ այլն եւ այլն։ Պարոն Աբազյան, մի հարց է սահմանապահների մասին, քանի որ սահմանապահները տարբեր։ Ինչի՞ չեմ ուզում ավելի շատ մեկնաբանեմ կամ մանրամասնեմ, իհարկե տիրապետում եմ ամբողջական իրավիճակին, քանի որ իր մեջ որոշակի գաղտնիություն կա։ Ադրբեջանը նաև առաջարկ է վերից, քանի որ ռուս սահմանապահները դուրս բերվեցին եւ ծառայություն այժմ իրականացնում են հայ սահմանապահները, քննարկվում է արդյոք նաև հայ-թուրքական ծառայությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանափակ զորքերի կողմից։ Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն հայ-իրանական, եւ մարտի 1-ից, սույն թվականի մարտի 1-ից նույնպես ծառայությունը անցակետում իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանափակ զորքերի։ Շարունակական է լինելու այս process-ը եւ ինչ որ ժամկետներում այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չկա։ Պարոն Աբազյան, իսկ շոշափելի արդյունքներ այնուամենայնիվ բանակցություններից կան, դրամատրությունները ինչպիսին են անհետ կորածների գերիների հետ կապված։ Ես չեմ ուզում շտապել եւ որևէ տրամադրության շոշափում արձանագրել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք եւ հույսով եմ։ Հաջորդ անգամ ավելի մանրամասն Ադրբեջանը առաջարկ է դրել, որպեսզի զորերի հետ կապված գերիների վերադարձի, այսինքն անհետ կորածների մասով քննարկում կա այդ հանձնաժողովում։ Գերիների վերադարձի հարցով որևէ շոշափելի դրական կամ չգիտեմ ինչ որ քննարկում ֆոն կա ադրբեջանական կողմի հետ, այժմ այնտեղ պահվող գերիների մասով։ շոշափելի արդյունքները նորից եմ կրկնում։ Այս պահին չեմ ուզում որևէ այլ բարձրաձայնել։ Իսկ Ադրբեջանի Դուք ուզում եք այդ ցավոտ ու շատ բարդ հարցի շուրջ պատասխան ստանաք, իսկ այդ պատասխանը կարա լինի ու ձեզ չգոհացնի։ Ոչ թե չգոհացնի, որ մենք հաջողություններ չունենք, այլ չգոհացնի, որովհետև կոնկրետ այսօր հաջողություն չունենք։ Բայց հեռանկարը ինչպիսին է։